հարթակը խաղաղության կամուրջ ինչ նպատակներ է հետապնդում, միգուցե մասամբ կանխելով ձեր հարցերը, մենք հստակ ձևավորել ենք այդ նպատակները, ձևակերպել ենք նորմալիզացնել ուղիղ շփումները, լինեն դրանք բովանդակային թե ֆիզիկական, եւ այս վերջին անցումը օրինակ էլի այդ ուղիղ շփման փորձեր, կառուցողական միջավայրում քննարկել երկու կողմերի մտահոգությունները, բաց չթողնել փոխշահավետ հնարավորությունների քննարկումը եւս, որտեղ միայն խնդիրներ չի, այլ հնարավորություններ, որ ծագում են, որ ափսոս կլինի, որ չօգտվենք այդ հնարավորություններից, մեր օրակարգը, հայաստանյան օրակարգը հասցնել Ադրբեջանում որոշում կայացնողներին, ինչպես նաեւ իրենց հանրությանը, դուք գիտեք, որ մեզնից շատերը ակտիվ հարցազրույցներ են տալիս նաեւ այն կողմում, եւ վերջապես ներառել հայաստանյան քաղաքացիական հասարակությանը Track 1 կոչվող գործընթացներում, որ մենք անմասն չմնանք, որովհետեւ սա պարտադիր ներառական process պիտի լինի։ Երկու բան, որ կուզեի առանձնացնել մեր ծաղկաձորյան հանդիպումից, մեկը, որ անշուշտ երկու կողմերն էլ ազատորեն քննարկել են իրենց հուզող հումանիտար հարցերը։ Մեր դեպքում դա իհարկե գերիների հարցն էր, նորից եմ ուզում շեշտել, որ այս խումբը չունի իր ավազորություն որևէ կերպ ազդելու գործընթացների վրա, բայց ունի հանրային կարծիք ձևավորելու, ուստի մենք հերթական անգամ փորձել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին բացատրել, ինչու ներկայիս խաղաղության գործընթացների տրամաբանության մեջ չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում։ Եվ իրենք էլ իրենց կողմից են հումանիտար հարցերը բարձրացրել, օրինակ ականների քարտեզները 90-ականների պատերազմի ժամանակ անհայտ կորած ադրբեջանցիների հանգամանքը, եւ մենք էլ որքանով հասկանում եք, հստակ պատասխաններ չունենք, բայց գոնե փոխադարձ փորձում ենք հասկանալ եւ որոշ ինֆորմացիա ճշտել։ Վերջում ասեմ, որ երկու հասարակությունների համար էլ գործընթացը շատ արագ է ընթանում եւ մարդիկ երկու կողմերում էլ դժվարանում են մարսել այս գործընթացները, երկու կողմն էլ մեծ իմաստով բողոքում էին, որ չենք հասցնում քաղաքական process-ների ետևից, բայց մյուս կողմից մենք նշում ենք, որ սովորաբար պատմության մեջ հակառակն է լինում, երբ որ հանրությունները պատրաստ են, բայց քաղաքական process-ներն են ծանր ընթանում։ Հիմա մենք ունենք այդ հնարավորությունը իրենց հետ հավասար, եթե ոչ ավելի արագ անցնելու առաջ, եւ վերջում իմ անձնական եզրակացությունն այն էր, որ որպես երկու հասարակություն մենք հասունացել ենք այնքան, որ կարող ենք քննարկել միասին մեր ապագան, բայց դեռ ցավոք չենք հասունացել կարողանալու համար քննարկել մեր ցավոտ անցյալը։ Այսքանը։ Շնորհակալ եմ, պարոն Նավասարդյան, համեցեք։